Տետատետ հաղորդման այս եթերի հյուրն էր Ավրահամ Ռուսոն, Star News-ը հետևեց զրույցին։ Երգչի անունն Աբրահամ է եղել, որը հետագայում փոխվել է Ավրահամի։ Երբ ծնվել է, հայրը արդեն 65 տարեկան է եղել և 7-ից 8 տարեկան հասակում կորցրել է հորը։ Մայրս ինձ հայրություն ու մայրություն արեց, ճիշտ ձևով մեծացրեց, իբրև տղամարդ։ Դժբախտաբար այս տարվա հունվար ամսին մորս կորցրեցի Երևանում և այնտեղ էլ թաղեցինք։ Անսպասելիորեն, մի օր առաջ ոտքի ճաշ էր եփում։ Երկրորդ օրը ես գնացի, իրեն չտեսա։ Թաղեցինք, 97 տարի ապրավ։ Ինքը իմ կյանքի ընկերս էր, ես իրա մահեն հետո ինձ զգացի որբ։ Իմ գաղտնիքներս, իմ մեղքերս, իմ բարի գործերս ինքը գիտեր։ Ավրահամը խոսեց իր վերջին հարցազրույցներից մեկից հետո արված քննադատական մեկնաբանությունների մասին։ Երտս ցավալի էր, մի քանի ամիս առաջ ինտերվյու տվեցի։ Ասեցի ինձ համար, եթե հայը մկրտված չէ, հեթանոս է։ Այս խոսքերիս իմ կարծիքի համար ինձ հայհոյանքներ և անամոթ խոսքեր էին գրել։ Կրիստինա Օրբակայտեի մասին խոսելով երգիչը փաստեց, որ իր համար երկար տարիներ մոտիկ անձնավորություն է եղել։ Սակայն վերջերս հրաժարվել է Կրիստինայի հետ բեմ բարձրանալ։ Հավելեց նաև, որ Օրբակայտեի հետ ունեցած դուետը չի եղել ամենևին իր մեծ ճանաչում վայելելու պատճառը, քանի որ նա մինչ այդ էլ արդեն սիրված էր և հայտնի։ Մեհեր Բաղդասարյանի ունեցել եք արդյոք սիրային կապ հարցին պատասխանը եղավ. անձնական, մարմնական որևէ բան չի եղել։ Իմ տիպս չէր, ուզում էր ինքը, վրաս նետվում էր, դա էլ ասեմ։ Ինքը բարի էր, որ ամուսնանայի իր հետ լավ մարդ կլինեի։ Չամուսնացա, վատ եմ դրա համար։ Զրույցից սիրով առանձնացրել էինք այսքանը։ Ռուսոն վերջերս հյուր էր Ամալիա Հովհաննիսյանի Life Room հաղորդաշարին, որտեղ նա խոսեց իր հայ լինելու, հայրենասիրության և առաջին անգամ Հայաստան գալու մասին։ Իմ էությունն է, որ ես հայ եմ, չես կարող ուրանալ էությունդ։ Մարդ եթե էությունն ուրանա, ուրեմն վերջ, մարդ չի էլ։ Մեր մեջ սերմանած սերը Հայաստանի հանդեպ մեզ ստիպել էր մեծանալ Հայաստանի կարոտով։ Հայաստանից եկած դասագրքերը, որ սովորում էինք հայերեն, բանաստեղծությունները Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Թումանյանի և այլն, մեր մեջ մեծացնում էր այդ սերը Հայաստանի հանդեպ։ 2003 թվականին, երբ առաջին անգամ եկա, հիացա մինչև այսօր և շատ եմ եկել դրանից հետո։ Ես ժամերով կարող եմ նայել Արարատին։ Երբ մայրիկիս համար բնակարան էի գնում, պատշգամբ դուրս եկա առանց տունը նայելու, տեսա Արարատը և տունն արդեն ինձ հետաքրքիր չէր։ Այս զգացողությունները դժվար է բացատրելը։ Փոքր երկրի մեջ, որը Հայաստան է կոչվում, աշխարհի ամեն ծայրից մաս կա։ Ինչ հարուստ գեղարվեստ, մշակույթ, պատմություն, անգամ հեքիաթներն են մեր հարուստ։ Ինչն էր պատճառը, որ երգիչը մինչև 2003 թվականը չէր եկել Հայաստան։ Սովետական միության անդամ էր Հայաստանը, չնայած որ մենք դիմեցինք, տեղափոխվեցինք Երևան։ Մայրս տարավ ինձ այն ժամանակ Սովետի դեսպանատուն։ Ռուսի հետ խոսեցի, որ տեղափոխվենք։ Դա մեր առաջին փորձն էր, չընդունեցին։ Դրանից հետո Սովետը փլուզվեց։ Տեղափոխվեցի Կիպրոս, Կիպրոսից Մոսկվա։ Ռուսաստանում աշխատում էի, ռուսերեն չգիտեի։ Այն մարդն, ում հետ աշխատում էի մինչև 2003 թվականը, չէր թողելու ինձ, դեմ էր։ Նա բաքվեցի հրեա էր։ Նրանք կանգնել էին մեր դեմ մինչև այսօր։ Դրա համար առաջին առիթը համերգով եկա։ 4 TV Ռանդևու հաղորդաշարի հյուրը Ավրահամ Ռուսոն էր։ Օրեր առաջ Երևանում պետք է տեղի ունենար Ավրահամ Ռուսոյի բեմական գործունեության 25-ամյակին նվիրված համերգ երեկո, որը ցավոք սրտի չեղարկվեց։ Ինչու՞։ Այս համերգը ես չէի անողը, կազմակերպիչ կար։ Համաձայնության էինք եկել և ամեն ինչ լավ էր ընթանում։ Ինձ մի 15 օր առաջ նամակ եկավ, որ նոյեմբերի 10-ը համայն աշխարհի հայության աղոթքի օր է, և այս աղոթքը նվիրված է բոլոր զինվորներին, գերիներին և զոհվածներին։ Միանգամից զանգեցի պրոդյուսերին, ասեցի դադար է պետք։ Հնարավոր է իմ փոխարեն մեկ ուրիշը լիներ աչք փակեր, բայց ես եկեղեցական մարդ եմ և վերջ ի վերջո չեմ կարող այս փաստի վրայով անցնել։ Հետ գնալով անցյալ, չնայած հարցազրույցներում շատ է խոսել տհաճ միջադեպի մասին, որը տեղի ունեցավ տարիներ առաջ, բայց այնուամենայնիվ արդյոք պատժվեցին որոշակի մարդիկ, ովքեր որ կազմակերպել էին սպանությունը։
Ավրահամ Ռուսոն պատմում է. ամիսներ առաջ պատրաստվել էին, մինչև անգամ վարձով բնակարան էին վերցրել և դիտարկումներ էին արել։ Մի քանի անգամ փորձեր եղել են, միլիոնավոր դոլարներ է ծախսել։ Իմ իմանալով շղթան հայտնի է և 10-12 հոգի բանտում են։ Թելման Իսմայիլովն այս պահին ազատության մեջ է։ Ինչ ասեց Ռուսոն այս մասին։ Խնդիրն այս պահին ազատությունը չէ։ Նա շատ արժեքներից զրկված է այսօր։ Իր կալվածքները, ազգականները, մտերիմները, շրջանակը իր համար այդքան կարևոր թագավորական գահն ու զգացողություններն այդ ամենից զրկված, գահընկեց եղած մարդ է։ Նա հսկողության տակ է, և դա այն ազատությունը չէ։ Անցնելով անձնական դաշտ, ցանկանում ենք նշել, որ երգիչն իր բոլոր հարցազրույցների ժամանակ ամենաբարձր սանդղակում է դնում իր ընտանիքին, կնոջն ու աղջիկներին, սակայն 2017 թվականին համացանցը ողողվում է լուրերով, որ Ավրահամ Ռուսոն որոշել է ամուսնալուծվել և կնոջն ու երեխաներին թողնել առանց ժառանգության։ Ինչ է ասում նա այս մասին։ Այո, հայհոյում էի ձայնագրության մեջ, ինձ լավ էի զգում։ Անշուշտ ընտանիքը սրբություն է, եթե սրբության իմաստը չես հասկանում, մի ամուսնացիր։ Մանր-մունր ընտանեկան խնդիրներ ունեցանք, մեծացրեց մի քիչ։ Այն հաղորդումը, որտեղ պրոդյուսեր Նատաշան և Մալախովը ինձ հրավիրեցին այլ համաձայնության եկանք, բայց հաղորդմանն ամեն ինչ այլ էր, այլակերպված էր։ Բեմադրություն դարձրեցին ամեն բան։ Այդ հարցը մենք լուծեցինք, քանի որ ընտանիքը չես կարող քանդել։ Կինս լավագույն մայրն է եղել, աղջիկներիս կրթել է, Աստծո հավատքով դաստիարակել։ Ես իրեն կյանքում չէի թողի։ Ավրահամ Ռուսոյի աշխատանքային կյանքում եկավ մի շրջան, երբ այլևս բացակայում էր Քրիստինա Օրբակայետի հետ համագործակցությունն ու շփումը։ Վերջերս եղել է նաև մի միջադեպ, որ Օրբակայետեն հրաժարվել է կորպորատիվի ժամանակ բարձրանալ բեմ և երգել Ռուսոյի հետ։ Ինչն էր պատճառը, ինչ է պատահել, երգիչը պատասխանեց. Նա մի քանի տարի առաջ եկել է իմ տուն Ամերիկայում, մի քանի անգամ իր ցանկությամբ, ամուսնու հետ։ Ինքը հատուկ անձնավորություն է, մանկուց ի ծնե ճանաչում ունի և մի քիչ հնարավոր է տարօրինակ բնավորություն ունենա, սա չէ խնդիրը։ Ես իրեն չեմ դատելու։ Ես հարցազրույցներիցս մեկի ժամանակ ասել էի, որ նա Ամերիկայում է ապրում։ Նեղվել էր, զանգել էր ինձ, թե ինչու եմ ասել, ձայնային նամակներ էր ուղարկել, ինչ ես ուզում, ինչի ես ասել։ Հիմա վտանգավոր է իր մոտ կանգնել ինձ համար։ Ես անցանկալի անձ եմ իր մոտ։ Այդ համերգին ես լուր չունեի, նա ուզում է երգել, թե ոչ։ Ես էլ վախով չէի ուզում երգել։ Այդ ամենն ի շահ ինձ գնաց։ Այնտեղ ինձ համոզեցին և այնպիսի առաջարկ արեցին, որ չկարողացա չերգել, մի երգ երգեցի։